Գիտեք, կան բառեր, որոնք մենք կարծես թե ամեն օր ենք լսում ու օգտագործում, բայց իրականում երբեք չենք խորանում դրանց բուն իմաստի մեջ։ Դե այսօր մենք վերցնելու ենք հենց այդպիսի մի բառ՝ եկեղեցի։ Ու պատրաստվեք, որովհետև դրա իրական սկզբնական իմաստը կարող է ձեզ շատ զարմացնել։ Եկեք անկեղծ լինենք։ Երբ ասում եմ եկեղեցի, ինչ եք պատկերացնում։ Հավանաբար մի գեղեցիկ շինություն, գմբեթներով, մոմեր, կրոնական ծեսեր, գուցե կոնկրետ մի կազմակերպություն, ու դա միանգամայն նորմալ է։ Բայց ինչ կասեք, եթե ասեմ, որ այս ամենը, ասես ասած, պատմության միայն մի փոքրիկ մասն է։ Դե ինչ, եկեք թևքերը քշտենք ու միասին բացահայտենք, թե ինչ է իրականում թաքնված այս շատ սովորական թվացող բառի հետևում։ Որպեսզի գտնենք պատասխանը, պետք է ճամփորդենք դեպի անցյալ, դեպի բառի բուն ակունքները։ Ու մեր առաջին կանգառը հին Հունաստանն է։ Այսպիսով նոր կտակարանի բնագրում եկեղեցի բառի փոխարեն օգտագործվում է հունարեն էկլեսիա բառը։ Եկեք սա մասերի բաժանենք։ Էկ նշանակում է դուրս, իսկ կալեո կանչել, այսինքն բառացիորեն դուրս կանչվածներ։ Բայց սա միանգամից հարցեր է առաջացնում, չէ՞։ Ով է նրանց դուրս կանչել, ու ամենակարևորը, ինչի համար։ Ու հենց այստեղ է, որ ամբողջ պատկերը սկսում է փոխվել, որովհետև ըստ մեր ուսումնասիրած սկզբնաղբյուրի, էկլեսիան իր սկզբնական իմաստով ոչ թե կրոնական, այլ քաղաքական տերմին էր։ Այո, ճիշտ լսեցիք, կառավարման հետ կապված տերմին։ Որպեսզի սա ուղղակի հայտարարություն չթվա, սկզբնաղբյուրը հղում է անում հեղինակավոր դասական բառարանների։ Պարզվում է հին հունական քաղաքներում, օրինակ Աթենքում, էկլեսիան քաղաքացիների օրենսդիր ժողովն էր։ Այսինքն այն մարմինը, որը հավաքվում էր քննարկելու ու վերջնական որոշումներ կայացնելու ամբողջ քաղաքի համար կարևոր հարցերի շուրջ։ Սա ըստ էության կառավարություն էր։ Լավ, հասկացանք։ Ուրեմն էկլեսիան կառավարման մարմին էր, բայց հարց է առաջանում. ինչու վաղ քրիստոնյաներին պետք եկավ ստեղծել իրենց սեփական կառավարումը։ Ինչն էր նրանց դրդել դրան։ Պատասխանը ըստ սկզբնաղբյուրի մի պարզ, բայց շատ դրամատիկ պատճառահետևանքային շղթայի մեջ է։ Պատկերացրեք, մարդիկ սկսում են դավանել Քրիստոսին։ Դրա պատճառով նրանց ուղղակիորեն դուրս են անում իրենց համայնքներից, ժողովարաններից։ Բայց սա միայն հոգևոր հարց չէր, ամենևին։ Այն ժամանակ ժողովարանը նաև սոցիալական աջակցության կենտրոն էր, մի տեսակ բարեկեցության համակարգ։ Այսինքն վտարվելով մարդիկ կորցնում էին ոչ միայն իրենց համայնքը, այլև ցանկացած աջակցություն, օգնություն իրենց սոցիալական ցանցն ամբողջությամբ։ Ու գոյատևելու համար նրանք ուղղակի ստիպված էին լինում ստեղծել իրենց սեփականը, իրենց նոր համայնքը, որը հոգ կտաներ իր անդամների մասին։ Այսպիսով, այս նոր կառավարությունը, այս նոր էկլեսիան ծնվեց ոչ թե իշխելու ամբիցիայից, այլ ծառայելու անհրաժեշտությունից։ Դրա ամենօրյա հիմնական գործը կարիքավորներին օգնելն էր, միմյանց աջակցելը։ Ու այս ամբողջ համակարգը հիմնված էր միայն ու միայն մի բանի վրա՝ կամավոր նվիրատվության և բարեգործության։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենահետաքրքիր, թեևս ամենահեղափոխական գաղափարին, որն առաջ է քաշում մեր ուսումնասիրած նյութը։ Խոսքը եկեղեցու կառավարման բացարձակապես եզակի մոդելի մասին է։ Սկզբնաղբյուրը մեր ուշադրությունն է հրավիրում Մատթեոսի ավետարանի այս հայտնի հատվածի վրա։ Քրիստոսն ասում է. «Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց, բայց ձեր մեջ այդպես չի պիտի լինի»։ Պատկերացնում եք, նա ուղղակիորեն ասում է. այն մոդելը, որով աշխանն է կառավարվում, մեզ մոտ չի գործելու։ Փոխարենը, ով ուզում է մեծ լինել, թող ձեր սպասավորը լինի։ Սա բառացիորեն գլխի վայր շրջում է իշխանության մասին բոլոր պատկերացումները։ Տեսեք, թե ինչքան պարզ ու հստակ է այս հակադրությունը։ Մի կողմում ունենք աշխարհիկ մոդելը, որի նպատակն է իշխել, տիրել, հեղինակություն գործադրել։ Մյուս կողմում Քրիստոսի առաջարկած արմատական մոդելը, որտեղ մեծությունն ու հեղինակությունը չափվում են ոչ թե նրանով, թե քանի հոգու ես իշխում, այլ թե քանի հոգու ես ծառայում։ Այսպիսով, եթե ամփոփենք, մեր ուսումնասիրած նյութի հիմնական պնդումը հետևյալն է. Քրիստոսի եկեղեցին ի սկզբանե հիմնադրվել է որպես մի կառավարություն, որի հիմնական սկզբունքն է մարդկանց վրա իշխանություն չգործադրելը։ Դա ծառայության կառավարություն է, ոչ թե հրամայող։ Դե ինչ, այս պատմական պատկերը հասկանալուց հետո բնականաբար հարց է առաջանում, իսկ ինչ ունենք այսօր։ Եկեք կրկին հիմնվելով սկզբնաղբյուրի տեսակետի վրա մի համեմատություն անցկացնենք այն ժամանակվա և մեր օրերի միջև։
Այստեղ սկզբնաղբյուրը շատ կտրուկ համեմատություն է անում։ Տեսեք, վաղ եկեղեցու առաջնորդության մոդելը սպասավորներ ու ծառաներ, իսկ ժամանակակից մոդելում ըստ նրա տեսնում ենք հիերարխիա եւ իշխանություն։ Հիմնական գործառույթը ամենօրյա ծառայությունն ու բարեգործություններ, որը ըստ հեղինակի հիմա փոխարինվել է ծեսերով ու արարողություններով։ Աջակցության աղբյուրը կամավոր բարեգործությունն էր, որը համեմատվում է շահադիտական գործելակերպերի հետ։ Եվ վերջապես, եթե վաղ եկեղեցին անկախ հասարակություն էր, ապա այսօր ըստ այս տեսակետի եկեղեցիները հաճախ գտնվում են պետական իշխանության ազդեցության տակ։ Իհարկե, սա շատ ուժեղ պնդում է։ Սկզբնաղբյուրի հեղինակը գալիս է այն եզրակացության, որ այս երկու մոդելների միջև տարբերությունն այնքան հսկայական է, որ իր կարծիքով ժամանակակից մոդելը հավատատուրացություն է։ Կրկին շեշտեմ, որ մեր նպատակն այստեղ ուղղակի այս տեսակետը ներկայացնելն է, ոչ թե դրան գնահատական տալը։ Եվ այսպես, մենք ավարտում ենք մի հարցով, որն առաջանում է այս ամբողջ վերլուծությունից։ Եթե ընդունենք սկզբնաղբյուրի այն թեզը, որ եկեղեցու իրական բուն նպատակը ծառայելն է, ոչ թե իշխելը, ապա ինչ է դա նշանակում մեզ համար այսօր։ Սա մի հարց է, որի շուրջ կարծում եմ արժե մտածել։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք։